Տեր Հիսուսը Հովհաննես 15:10-ում այսպիսի խոսք ասում, Հովհաննես 15:10 խոսքից. Եթե իմ պատվերանները պահեք, կմնաք իմ սիրո մեջ։ Ինչպես ես իմ հոր պատվերանները պահեցի եւ նրա սիրո մեջ եմ մնում։ Գիտեք, երբ որ Տեր Հիսուսի խոսքերը կարդում եք, вообще ինչ զգացողություն կա։ Ինքը պրոստը խոսքեր էր, թե դրա մեջ հոգի եւ կյանք կար։ Ասում է, որ իմ խոսքերս պահեք, իմ պատվերանները պահեք, իմ սիրո մեջ կմնաք։ Գիտես, ասում է, ոնց որ ես արեցի։ Ինքը արել է դա։ Իր հոր պատվերները պահել է եւ իր սիրո մեջ հավիտյան մնացել է ու բնակվում է։ Գիտեք, ինչքան հետարքիր է լսես մեկին, հա, որ մեկը ընտանիքի մասին խոսք խոսա, որ իր ընտանիքում կարողանում է ճիշտ կառավարել, եթե տղամարդ է, եթե կինա ճիշտ կարողանում է օգնել։ Երբ որ նայում ես այդ քրոջը կամ այդ եղբորը, որ խոսում է, դա սկսում է ազդել քո վրա։ Դա ազդեցիկ է լինում, երբ որ այդ մարդը այդ կյանքը անում է իր մեջ, այդ պատվերը պահում է իր մեջ, այդ կյանքը ունի իր մեջ, որովհետև Աստծո խոսքը կյանք է նրան գտնողների համար։ Նրան գտնողների համար կյանք է։ Եվ Տեր Հիսուսը ասավ. ես էլ արել եմ այդ օրինակը ձեր համար։ Իմ հոր պատվերները պահել եմ ու նրա սիրո մեջ եմ մնում։ Ու կուզեմ ասեմ, որ պատվերները Տիրոջ ծանր չի, ծանր չի։ Այդ մենք ենք ծանրացնում։ Բարդ չի, այդ մենք ենք բարդեցնում։ Հա։ Ես չեմ հավատում, որ ստե գտնվի որևէ մեկը, որ իր ընտանիքում քաոս ուզենա, իր աշխատանքի մեջ քաոս ուզենա։ Չկա այդպես մարդ, ես չեմ հավատում ստե գտնվողներից, կամ մինիմում ստե գտնվողներից ոչ մեկ տենց չեմ պատկերացնում, որ ուզենա։ Իր հարազատների հետ քաոս ուզենա։ Իր երեխեքի հարաբերությունների հետ քաոս ուզենա, իր ծնողների հետ քաոս ուզենա։ Գիտեք, դա մեր սրտի մեջ, մեր հոգու մեջ դրված է այդ իդեալական վիճակը։ Օրինակ, իմ մեջ դրված է, որ պետք է, ասենք, իմ ընտանիքի մեջ այս երանությունը լինի։ Կուզեմ լինի, պետք է բառը լավ ասեմ, հետո կասեմ։ Կուզեմ լինի։ Գիտես, կուզեմ իմ կնոջ հետ հարաբերության մեջ լինի այդ երանությունը։ Կուզեմ իմ ծնողների հետ, կուզեմ իմ երեխաների հետ լինի։ Գիտես, պահանջելով չի լինում։ Հա? Ով կասի սրան ամեն, պահանջելով որ չի լինում։ Գիտեք ոնց հա? Լինեմ օրինակով։ Իմ օրինակով։ Երբ որ ես կարողանում եմ իմ օրինակով ցույց տամ սերը իմ ծնողներին, իմ կնոջը, իմ երեխաներին, իմ հարազատներին, դա վարակիչ է։ Դա մեջ զորություն կա։ Սիրո մեջ մեծ զորություն կա։ Սերներ ջան։ Երեք չգիտեմ ով ասել, որ ասել է սերը կփրկի աշխարհը, հա, թե այդ ով ասել, չգիտեմ, հա, ինքը ոնց հասկանում եմ, ինքը անհավատ մարդ է, որ այդ բառ ասել է, բայց իրականության մեջ դա ճշմարտություն է, որ Աստծո սերը փրկել է աշխարհը։ Իր միածին որդին զոհաբերելով։ Այսինքն սիրո մեջ զորություն կա, որ գիտես շատ լսել ենք, որ Աստված մեզ սիրում է, Աստված մեզ ներում է, Աստված ողորմած է, իհարկե, այո եւ ամեն, դա այդպես է, բայց իմ արտահայտվող սիրո մեջ նաեւ զորություն կա։ Ամեն։ Իմ սիրո մեջ, որ ես արտահայտում եմ, նրա մեջ զորություն կա։ Շարունակության մեջ Տերը ասում է. այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ես մեկ-մեկ գիտեք ինչ, երբ որ ասում են
Երգը մենք ուրախ ենք, հա։ Այդ երգը մենք ասենք մեկ բռնացնում ես, որ ասենք տխուր դեմքով երգողներ կան, ուրախ եմ, sense բանով։ Հա, ես չեմ կարող իմ մեջի ուրախությունը ծածկել։ Իմ մեջի ուրախությունը ես չեմ կարողանա պահել, երբ որ Տեր Հիսուս ասում է, այս բաները ձեզ ասեցի, որ սա անեք, որպեսզի ձեր մեջ ուրախ լինեք եւ ձեր մեջի ուրախությունը, իմ մեջի ուրախությունը ձեր մեջ կգա եւ կատարյալ ուրախ կլինեք։ Կատարյալ ուրախ կլինեք։ Գիտես, ուրախ կլինես ոչ թե նրա համար, որ մի հատ աշխատանքի տեղը մեր մի հատ տղա կար, մենք հոգևորներով սենց իր այդ խոսում ենք, բան, այս տղան դե տենը մաս ինչ ալեմ ես անք աստուն փառք են, ինչ ալեմ աստուն փառք սենց, հա, ու մեկ էլ մի օր եկավ, սենց կանգնեց ինքն էլ ուզում ասի, բայց բառերի դասավորվածությունը մի քիչ խառնել էր։ Ասում այդ փառք ասու, ասում ասոր էլ 500 ման այդ կորցրեցի։ Այս ամենը չի հիմար մարդը գոհանում է։ Ամենը չի հիմար ուրախություն կա իր սրտում։ Հա, թեկուզ 500 ռուբլի է կորցրել, ինքը հենց ուզում է ձև լինի, ձև ասի, կապ չունի, ինքը իր մեջ տրտմություն չի եկել։ Թեկուզ բառերը խառնես, բայց եթե անկեղծ սրտով Աստված հասկանում է, հա, Աստված չի նայում, թե Թարսուշի դակ մեր կներեք հիմար աղոթքներին չի պատասխանում։ Երբ որ աղոթում ենք, կնոջս խոնար ասա, ամուսուս խոնար ասա, երեխուս խոնար ասա, ծնողիս, ես մեկին սաղին խոնար ասա, բացի ինձանից։ Ես կատարյալ խոնար եմ, սաղ թող խոնարվեն, բայց իմ մեջ ամեն բան օքեյ է, Տեր ջան, դե դու գիտես։ Աշխարհի տակի ամենամաքուր ես եմ, ոչ բամբասեմ եմ, ոչ նախանձեմ եմ, ոչ շիբան չեմ անում։ Հա, բայց ճշմարտությունը տենց չի։ Ճշմարտությունը ուրիշ է, որ Աստծո ներկայությունը գալիս է, ցույց է տալի մեր մեջ ինչ կա։ Երբ որ Աստծո խոսքը կարդում ես Պողոսը բացատրում է հոգևոր պատերազմի սպառազինությունների մասին, գլխի վրա ասում է փրկության սաղավարտը։ Դավիթը ասում է վերադարձրու ինձ փրկության ուրախությունը։ Երբ որ այս երկու տեղ իրար կապում ես, տեսնում ես, որ գիտես ինչ էլ որ լինի, մտքի վրա սատան, բայց չկա, բայց եղավ, բայն եղավ։ Գիտես, փրկության սաղավարտը պահում է, ինչ էլ որ լինի, всё равно ես Հիսուսինն եմ, ես փրկված եմ, ինչ էլ որ ուզում լինի, ես ուրախ եմ։ Հա, մեկ տարօրինակ են մեզ, ասես հավատացյալները ինչ եղնում է մի քիչ լուրջ չեն մոդիկանում։ Հա, չնայած ուզում ես հարց տաս, ասես քո լուրջ մոդիկանալ ինչ որ բան փոխվում, հա։ Հա, իմ մոտեցումը ես գիտեմ, որ ինչ էլ որ լինի իմ կյանքում, ինչ էլ որ կա, ոչ մի բան նրա աշկերից ծածկված չի։ Ոչ մի բան նա չի անտեսում իմ կյանքում։ Նա գալիս է եւ ուզում է, որ այն խոսքը, որ հավիտենական ճշմարտություն է, զետեղի իմ սրտի մեջ, մտցնի իմ սրտի մեջ եւ այդ խոսքի միջոցով ուրախություն բերի իմ մեջ։ Ուրախություն բերի։ Եվ շարունակության մեջ այսպես ասում. շարունակության մեջ շարունակում այս նույն տեղը։ Այս բաները լավ բերեք կարդամ, այս բաները ձեզ ասեցի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի եւ ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Շարունակում է, սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով կյանքն է տալիս իր բարեկամի համար։ Եվ գիտես, մի հատ sense նոր մի հատ ճշմարտություն է բերում մարդկության մեջ։ Ասում է, լսի, ասում է,
իմ սերը ձեր մեջ ունենալով, հա, ոնց է երևում, երբ որ իրար հանդեպ սեր ունենք, հա, ամեն, իրար հանդեպ, նաև Աստծո խոսքը ասում է, գիտեք ոնց ձեզ կճանաչեն, հա, խաչանելով կճանաչեն, ավտոյուրիձգի նշանով կճանաչեն, հա, ինչով կճանաչեն, այո, իրար սիրելով, այդ սերը բերում է ճանաչողություն աշխարհի մեջ, որ այս մարդիկ Հիսուսինն են, Հիսուսի մարդիկ են, իմ բամբասելին, իմ խոսալը, իմ ատելը, իմ ամենավատ բաները դու կարող ես թվարկես, դա չի բերեմ, որ ես քրիստոնյա եմ, ես մի ժամանակ ասի, մեքենաս, որ վերցրել էի, նոր ասենք ապաշխարած ժամանակ, նոր ապաշխարած, դե մեքենան, որ մանավանդ, որ Մոսկվա տեղը կարամ ես լավ քշես, հա, են վրին ձգի նշան կար, որ պետք է դնեն, աղբերները կպցնում են, բան, ասի, այ ցավն է տանեմ, ես մեկ ելեմ, լավ չեմ, շուստի եմ քշում, դե մի քիչ երիտասարդ է, այդ վաղտ 25 տարեկան եմ եկել Մոսկվա, ու ասում եք, չէ, ոնց կլի, ասենք ես մի քիչ, ելնեմ որ, ոնց ձգի նշան կպցնեմ, բա չեն ասի, բա սրանք, ես ոնց հա քշեմ, ես հոգևոր մի հատ ուռվ էր իմ մար, անկեղծության ուռվ էր, պրինցիպի ես նայում եմ, որ անկեղծություն էր, բայց աղոթքի մեջ Տերը գիտեք ինչ ասավ, կպցրա, որ դու քեզ դաստիարակ ես, որ նորմալ քշես։ Ու կպցրեցի ես այդ։ Ամեն անգամ որ ուզում էի ինչ-որ մի բան նիտո քշեի, հիշում եմ ավտոյի վրա կպցրած ձգի նշան կա։ Հա։ Ամեն անգամ, երբ որ սատանան, գիտես, միտք է բերեն, որ քեզ ինչ-որ մի բան անես, որը որ իրականքից դուրս է, դու հիշի, որ քո վրա այդ նշանը կա, Քրիստոսի արյան նշանը, որ սա իմ արյունով գնված մարդ է։ Գիտես, հիշի դա։ Կարող է դու այսօր մտածում ես, որ չեն տեսնեմ, չտեսնում են։ Մտածում ես, որ քեզ չեն հետևեն, ասեմ, որ հետևում են։ Այն կինոյի մեջ ոնց ասում ես բան պահեք, կարող ամես հետևում են։ Կարող ապատայ, ես ուզեմ ասեմ, որ մեզ բոլորիս նայեմ աշխարհը, թե մենք ինչպիսի կյանք ենք ապրում։ Գիտես, ցավալի է, որ ես նման եմ աշխարհի մարդկանց, չեմ տարբերվում։ Կորինթացիս թղթի մեջ այդ հրաշալի սիրո 13 գլխի սիրո բացահայտման պարագաները, երբ որ Պողոսը բացատրում է, գիտեք ինչ, ես ուզում եմ ասեմ, որ սիրելի Աստծո ժողովուրդ, երբ որ առաքյալը Սուրբ Հոգու ներգործությամբ, Սուրբ Հոգու ազդեցությամբ գրել այս խոսքը, գիտեք, ինքն էլ էր մարդ, ես էլ եմ մարդ, երբ որ նայում եմ, ինչ-որ մեկը ինչ-որ բան կարողացել է Քրիստոսի մեջ հասնի դրան, ես ասեմ, ես է կարամ հասնեմ, ոչ թե նախանձում եմ, այլ ես է կարամ, ինչ, ես է կարամ, որ աղոթեմ սաղ բժշկվեն, աղոթեմ, հա, գոգնոցը տանեն, մարդիկ բժշկվեն, հա, այդ ձև բաներն չէ գալի մի անգամից մեր վրա, կարող ենք, բայց Պողոս ուրիշ բաներ ասում, երբ որ ասում էր, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, գիտեք ինչներ, դրանից առաջին չէր թվարկում նեղությունները, այդ նեղությունները հաղթահարելը, ամեն բան կարող եմ հաղթահարել, ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, և սիրո այս բացատրության մեջ Պողոսը հետարքիր խոսքեր ագրե, ես կուզենամ նայենք սրանց և օգտագործենք մեր կյանքի մեջ, 13 գլուխ առաջի Կորինթացիս 13-ի 1-ից, առաջի Կորինթացիս 13 գլուխ առաջի խոսքից,
Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնցխայի։ Այսինքն հոգևոր բաները, որ ես ունեմ, բայց իմ մեջ սեր չկա, սեր չունեմ, ասում եմ դա ձայն տվող, բանա դա օգուտ չի դրանից։ Գիտես, երբ որ ես դառնում եմ սիրով, դրա մեջ օգուտ կա։ Դրա մեջ օգուտ կա։ Օգուտ եմ բերում, ում օգուտն է։ Իմ փող են տալիս։ Չէ։ Այո, Տիրոջ թագավորության մեջ օգուտ եմ բերում։ Եղբայրներից մեկը ասում է, զանգել են, ասում է, իրանց մեջ որ մկրտություն են անում, առաքելական եկեղեցին ու քաղաքում դա ինչ որ գներ կա դրած, այսքան փող պետք է տաս, որ անեն, ասում է, զանգել են ինձ, ասել են, ասում է, ուզում ենք, որ դուք մեզ ջրով մկրտեք, հա, ասում է, պրոստը ինչ որ մեկը զանգել է, ասում է, հա, ասում է, մկրտեմ, ջրով մկրտում եք, ասում է, հա, մկրտեմ ենք, հա, ասում է, այս ուզում եմ, որ մեզ կնքեք էլի, բան, այս ձև ասում է, հասկացա, որ շփոթել է, բան, ասում է, ասեցի, հա, 3000 ռուբլի է, այս ինքը կատակ անում, էլ այդ ձև կատակաս էր եղբայրը, ասում է, ոնց ասում է, բայց իմացել եմ, որ ձեր մոտ ծերի է, հա, ասում է, իհարկե մեր մոտ ծերի է, այս կատակում եմ, բայց մեր մոտ եկեք խոսենք, նոր կմկրտենք, այդ ձև քո ասած հարցին ես այդպես պրոստը պատասխանեցի, ոչ թե մենք փողով ենք մկրտեմ, այլ պրոստը քո ասած հարցին այդպիսի պատասխան տվեցի, բայց երբ որ գազ ես ու դու զրուցենք, իհարկե մենք կօգնենք այդ հարցում ձեզ, հա, ինքը չասավ գազ քնություն տաս ես իմ եւ այլն, ասավարի զրուցենք։ Երբ որ ինչ-որ մի բան անում ես, երբ որ ինչ-որ հոգևոր բան անում ենք մենք, լեզուներով խոսում ենք, մարգարեություն ենք անում, հա, դա եկեղեցու շինության համար ասելիս։ Այն ինչ-որ կատարվեց, մենք լավը չէինք։ Մենք պրոստը ինչ-որ մի բան մեր միջով որ խոսում է, ասում է, դա եկեղեցու շինության համար է։ Ստեղ էլ ասում է, եթե հրեշտակների նույնիսկ լեզուներ խոսամ, մարդկանց ու հրեշտակների։ Պատկերացնում եք, մեր մոտ աղոթքի ժամանակ լինում է, որ լեզուներ են խոսում, ասենք ֆրանսերեն, օրինակ քույր ունենք, որ ինքը ֆրանսերեն խոսում էր։ Ես ֆրանսերեն չգիտեմ, բայց հա, մաքուր ֆրանսերենի, ասենք բառեր էր։ Իմ մոտ էլ է եղնում, տարբեր լեզուներ ա փոխում, ձեր մոտ էլ ա լինում, տարբեր բաներ ա փոխում։ Եվ ասում է, եթե նույնիսկ հրեշտակներ եւ մարդկանց, այսինքն տարբեր լեզուներ կարողանանք խոսանք, բայց մեր մեջ սեր չկա, ասում է, օգուտ չի դա։ Դա օգուտ չի, եթե ես իմ մեջ սեր չունեմ։ Սերը ո՞նց է երևում, հետո կեսա մի քիչ հետո ցույց է տալի, թե ինչպես է դա դրսևորվում։ Ասում է, եթե շնորհ ունենամ մարգարեության բոլոր խորհուրդների եւ ամեն գիտության եւ եթե մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատք ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Ոչինչ եմ։ Գիտեք Պողոս առաքյալը, ես մի քիչ առաջ ասեցի, իր գոգնոցը տանում էին, մարդիկ բժշկվում էին։ Ինքը մեծ գործեր արի Աստված իր միջոցով։ Ինքը հենց այնպես խոսքեր չի ասեմ։ Գիտես ինքը կողքից կանգնած չէր ասեմ, եթե այս ինչ մարդը սենց հանը, բայց նրա մեջ սեր չկա, ուրեմն ոչնչություն է։ Ինքը իր ապրած կյանքով էր ասում էր, այս բոլոր բաները իմ մեջ որ կա, եթե արել եմ ու սիրով չի, դա ոչնչություն է։ Ոչ մի բան Աստծո մոտ, սիալ Աստծո ժողովուրդ։ Ուզում եմ ասեմ, որ երբ որ կարդամ ես սա, մի նայի, որ այն մեկի մասին է գրված, այն իմ մասին է գրված, ասում է, որ ինչ-որ մեկին մի օգնություն ես տալիս, ինչ-որ մի բան անում ես, սեր չունես, անօգուտ է։ Ասում է, նույնիսկ եթե լեռներ տեղափոխեմ, այդ ձևի հավատք ունենամ։ Տեսել եք լեռ տեղափոխող մարդ, ես չեմ տեսել։ Ասենք,
իրական լեռը տեղափոխող հավատք, եթե Աստծո խոսքի մեջ գրված է, կա խորհուրդ դրա մեջ եւ կա իրականության մասին ֆիզիկապես, հենց լեռներ տեղափոխելու մասին։ Չգիտեմ, պատմություններ են պատմում, ասում է, որ մարդ ա եղել, ասել է, որ լեռներ ձեր խոսքում գրված է, այլ ազգիները հարձակվել են, ասած ձեր խոսքում գրված է, թե հավատք ունենաք, դու ասում ես, չէ, հավատում, ասում հա։ Դե ձեր ժամանակ, եթե 3 օրից եք այս լեռը չտեղափոխեցիք, բոլորից սպանում եմ։ Հա, մահմեդականներն են այդ ձև արել։ Ասում խառնվում են իրար այս մարդիկ։ Ինչ անեն, հավաքվում են, աղոթում են։ Ինչ անենք Տեր Աստված։ Ինչ որ մի հատ խոնար քրիստոնյայի տեղ են իմանում, ասում են գնում են իրանել են, ասում են սենց իրավիճակա ինչ անենք։ Ասում դե կհավաքվենք, կաղոթենք էլի Տիրոջը Տերը ինչ որ ոնց կորոշի տենց է կլինի։ Եվ ասում է որ հավաքվում են, աղոթք են անում, ասում սարը սկսում է շարժվել։ Ասում բոլոր ընկնում են գետին, ասում են հերիքա, սարսափից։ Գիտես, կարող էր էտել չլներ, բայց ես համոզված եմ, որ նրանց հավատքը չէր շարժվելու տեղից։ Նրանք չեն եկի ասեն գանք տենանք ճիշտ է ասում Տերը թե չի, ասեն գանք ոնց կեղնի, ոնց Աստված կորոշի հետեւյալ պահին տենց կլինի, եթե տանելու ամոթը կտանի, եթե շարժելու է նրանք փրկվելու սիրտ ունեն, կփրկվեն, ուրեմն կշարժի։ Գիտես, Պողոսը ասում է, թե իմ մեջ սեր չլի, նույնիսկ ես բաներն անեմ, անօգուտ է, սիրո մեջ զորություն կա, սիրելի Աստծո ժողովուրդ, սիրո մեջ զորություն կա, հալելույա։ Ու այն զորությունից ավելի, որ լեռները տեղափոխեմ, որ մարգարեությունները անեմ, որ այդ մարգարեությունները եւ գիտության խոսքերը եւ ամեն ինչ որ տրված է, դրանից մեծ զորություն է սիրո զորությունը, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ես կուզեմ այսօր այստեղ մյուս անգամ որ կկարդաս, նայես որ սիրո մեջ զորություն կա։ Սիրո զորություն ավելի ուժեղ է, քան լեզուներ խոսալու, քան մարգարեությունների, քան լեռներ տեղափոխելու։ Նրա մեջ մեծ զորություն կա։ Սիրո մեջ մեծ զորություն կա։ Հաջորդ ասում է, թե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ, ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։ Այս տեղը մի քիչ կուզենամ բացատրեք ինձ։ Ասում է, թե ունեցածս աղքատներին տամ, մարմինս էլ վառելու, ոչ թե գնամ ասում ինձ վառեք, այլ Աստծո անվան համար։ Ասում է, թե սեր չունենամ, ոչ մի օգուտ չունեմ։ Օգուտը ինչի մասին ասते ասում։ Բերեք լա իրար հետ մտածենք, խորհենք այս խոսքի վրա։ Օգուտը ինչի մասին է։ Օգուտը, ասենք, այն ունեցվածքի հետ բերելն է, Աստծո թագավորության մեջ։ Հա, չկա։ Ես չեմ ուզենա որևէ բան, որ անում եմ, առանց սիրո անեմ։ Որովհետև եթե առանց սիրո անում եմ, ասում եմ օգուտ չկա։ Օգուտ չկա։ Հավ ժամանակը, չի տեսել, որ ժամանակը արագ գնանք։ Շարունակում ասում է, սերը հանդուրժող է։ Սերը հանդուրժող է։ Հատ կուզեմ ասենք էլի բարձր, սերը հանդուրժող է։ Ամեն, սերը հանդուրժող է։ Ինչքան տեղեր կա, որ մենք չենք կարողանամ հանդուրժենք։ Չենք կարողանամ տեղավորենք մեր մեջ։ Չենք կարամ
տանենք։ Ինչքան կարելի է, որ ասեմ ձեզ, երևի ամենաշատ ասողներից մեկը կարող է ես եղնեմ։ Ես ասում ինչքան ասեմ, ինչքան անեմ Տեր ջան, չի ստացվում, չի լեմ։ Մեկ է Տերը գալիս ասում լալսի։ Դա քեզ նայի, ինձ նայի։ Ասեմ օքեյ։ Ես հասկացա, ինքը ասում է, բայց ինչքան եմ քեզ հանդուրժում։ Ես հասկանում ասեմ, օ Տեր ջան, ուրեմն անսահման է, ես է նույնպես պետք է լինեմ։ Ասում է, սերը հանդուրժում է։ Գիտես, երբ որ հոգնում ես հանդուրժելուց, նայ թե նա քեզ ինչքան է հանդուրժում։ Թե Տեր ինչքան է մեզ հանդուրժը։ Սերը բարի է։ Սերը բարի է։ Երբ որ սիրով մի բան ես անում, տակին բան չեն ման գալիս։ Ինչի համար արավ, տենաս։ Լավի թե երբ որ սեր կա, մարդը չի մտածում, որ ինչի համար արե։ Ես հիշում եմ ընկերության մեջ երիտասարդ տղաները բոլորն էլ ունեցել են այդ փորձը, երբ որ մեր ծնողներն ասում են, այս ինչի հետ ընկերություն չանես, որովհետև այս տիպի է։ Գիտես, այդ արքիր է մի բան էր, որ մի ժամանակ մեզ էին ասում, այդ փոքր ենք, հետո ուրիշներ իրանց երեխեքին մեզ համար էին ասում։ Բայց մի բան եմ ուզում ասեմ, երբ որ սիրեմ էի, անկեղծ սիրեմ էի, այդ ընկերներիս անկեղծ սիրել եմ։ Այն ինչ որ ծնողներն են տեսնեմ, ես չէի տեսնեմ։ Բայց ժամանակը գիտեք ինչ հետաքրքիր, որ եկավ, ցույց տվեց, որ ակազվիցը ծնողները տեսնում էին ճիշտ, հա, ճիշտ էին տեսնում։ Բայց երբ որ անկեղծ սիրում ես, այդ սերը պրոստը չես տենում, ասում ես, այ մարդիկ, իրանց ժամանակն ուրիշ էր, հա, այսօր երիտասարդներ ջան, հանգարցներ չմտածեք, որ մեր ժամանակն ուրիշ էր։ Մենք լավ էլ անցել ենք, հա, անցել ենք, քնություն ենք տվել, որոշներս լավ գնահատականներ ունենք այդ կյանքի ապրածից, որոշները կարմիր դիպլոմ երևի ունեն։ Ու երբ որ սիրում ես, ահագին բան ուրիշ ձև ես տեսնում։ Փակում ես։ Ես հասկացա քրիստոնեության մեջ, երբ որ դու սիրում ես, ծածկում ես այդ ամեն բան, ու սպասում ես, երբ որ նա կփոխվի։ Նես չի որ դու չես հասկանում։ Նես չի որ դու չգիտես, որ քո հետևից կարող խոսում են, ոչ թե կարող հաստատ գիտես, որ խոսում են։ Նես չի որ դու գիտես, այդ մարդը քո հետևից լավ էլ ցեխա շպրտե եւ սվաղել է քեզ ցեխով։ Գիտես, ես ուզում եմ ասեմ, որ դրա մեջ հաճույք կա։ Երբ որ դու դա գիտես, ու իրան ծառայում ես սիրով։ Գիտես ինչ հաճույք կա, հավիտենական հաճույք կա։ Մարդին հաճույք չի պահանջում, եսին հաճույք չի պահանջում, բայց երբ որ դու անում ես այդ հավիտենական հաճույքը, զգում ես, Տեր ինձ ողորմա, այս թեման չեմ հասցնում, էլի ասեմ լրիվ։ Սերը չի նախանձում։ Սերը չի նախանձում, ամեն։ Ամեն, ես չեմ նախանձում, որովհետև Հիսուսի սերի մեջ է։ Հենց կարանք ասենք, ես չեմ նախանձելու։ Ալելույա։ Որովհետև ես Հիսուսինն եմ, ու իմ մեջ նրա սերը բնակվում է։ Գիտես, ես մեկ մտածում եմ, ասեմ, ինչքան է շինարարություն անում։ Մանավանդ Մոսկվա տեղը։ Շատ։ Բայց որ հանգարց քո ծանոթներից մեկը տուն առնում։ Ոնց ես քեզ զգում։ Հա, ամեն, ամեն։ Բայց երկրորդը, երրորդը, հա։ 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 Գիտես այն միլիոնավոր շենքերը կվարձիրեքը ուրիշներն են առնում։ Ու մեր համար դա նորմալ է, բայց երբ որ քո ծանոթն անում,
Սատանան ուզում է, որ բերի նախանց։ Ես այսօր կվարծիրի մեջ բերեցի, կարա տարբեր բաներ լինի, այսօր հեռախոսից բռնասած սատանան հողա պատրաստեն, որ բերի մարդու մեջ նախանց։ Գիտեք, 10 պատվիրանների մեջ մի անգամ ասում եմ, մի սպանի, մի գողանա, մի շնանա, ամեն ինչից, որ նայում ես, մենակ նախանձի վրայա, որ բոլոր բնագավառները մտնեմ։ Նույնիսկ ասում եմ, մի համե մատի քո ամուսնուն, քո կնոջը հարևանի հետ։ Ասում եմ, մի ցանկա քո հարևանի ոչ մի բանին, մի նախանձի։ Նախանձի ոլորտը ավելի մեծ ասեմ։ Ասում եմ, սերը չի նախանձում։ Սեր ուրախանում է։ Սեր ուրախանում է։ Որման ավանդ լսեմ ես, որ ասում են, ձեր հովիվ են, որ դյան էտ ավտոբանման, որ արնում է։ Ես այդ ձևաստողներին գիտեք ինչ եմ ասեք, առաջ մենակ եմ աշխատեմ, 2 հոգով ենք աշխատեմ, ավելի շատ աղեղնելու։ Գիտես ինչ էլ ուզում ես ասելու են, անելու են։ Ստե մեր եկեղեցում, ասենք բոլորն է գիտեն, որ ես ստե ոչ աշխատավարձ եմ ստանամ, ոչ էլ որովհետեւ բան։ Փառք Տիրոջը դրա համար։ Գիտես խոսալու են, թող դա քեզ չկանգնեցնի։ Քեզ չկանգնեցնի Աստծո տվածը վայելես։ Աստված տալիս է որ վայելենք։ Մենք իրանց հակառակվելով չենք թենց անում։ Մենք պրոստը կարիք ունենք, հա, ինչի կարիք ունենք Աստված տալիս է, մենք էլ վերցնենք եւ օգտագործենք։ Հա, Տեր իրանց էլ օրհնի։ Տեր իրանց էլ օրհնի, ամեն։ Չէ, թող լավն էլի։ Ես միշտ երբ որ շնորհավոր եմ, ես ի սրտե իրանց օրհնում ասեմ, սրանից լավը թող Տերս քեզ օրհնի։ Սրանից մեծը լավը ավելին։ Սերը, չէ, սերը չի նախանձում։ Չի նախանձում։ Չի գոռոզանում։ Երևի մյուս անգամ ավելի կշարունակեմ այս բաները, բայց հիմա որ ժամանակը հետնել ունենք հաղորդություն, վերջացնեմ։ Սերը երբեք չի անհետանում, ես 8-րդն եմ կարդեմ, հետո մյուս անգամ էլի կանադառնամ։ Սերը երբեք չի անհետանում, մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի, բայց սերը երբեք չի անհետանա, չի վերանա։ Գիտես, երբ որ կբարձրանանք երկինք, այնտեղ ոչ մարգարեություն է պետք լինելու, ոչ լեզուների խոսալ է պետք լինելու, ոչ հովիվներ են պետք լինելու, ոչ առաքյալներ, ոչ մի բան։ Հա? Դա ասում է բոլորը կանգ առնելու, բայց սերը չի անհետանալու։ Գիտեք մենք ինչ ենք վայելելու ունի։ Աստծո սերը հավիտենականության մեջ վայելելու ենք։ Սիրո մեջ մեծ զորություն կա։ Սիրո մեջ մեծ զորություն կա, որ մեզ երկինք հասցնելու։ Գիտես, առաջի սերը, որ մեր հանդեպ զգացել ենք, դա Տիրոջ սերն է մեր հանդեպ։ Եվ երկրորդ սերը, որ Տեր ուզում է մեզանից դեպի իրան ուղված զգայինքը, ու գիտեք ոնց է ազգամ։ Ինքան հեշտ է Տիրոջն ասել, Տեր ջան, ես քեզ սիրում եմ։ Հա, մեռնեմ քո զորությանը, թեզ մեկ որ աղոթքն ես լսեմ, ուրախանում ես։ Տեր ջան, մեռնեմ քո զորության ոտերի տակ, սենցել եմ, նենցել եմ, հա։ Բայց սեր չկա։ Գիտես, Աստված սպասում է սերը մեր տեսնի, Հակոբոս ասում է, այդ ձեր մարդկանց ասում է ստախոսներ, ասում է, որ դու քու
ընկերոջդ, եղբորդ, քրոջդ տեսնում ես, նրան չես սիրեմ, ոնց կարող ես սիրես Աստծուն։ Սա է բանաձևը, որ իմ սիրո արտահայտման տեղը սկսում է իմ ընտանիքից, իմ եկեղեցուց, իմ բարեկամներից, իմ հարազատներից ու շրջապատի բոլոր մարդկանց վրա։ Գիտեք, շատ ժամանակ որ սատանան միտկաբերեմ ասում է, լալսի ասում է, բայց արժե էլի ասել, որ ինքը ով է։ Ինչ ես մտածեմ։ Գիտես, դա սատանան այդ մտքերը տալի, սիրելիս։ Երբ որ Աստծո մոտ ես գալի, գիտես, ինչ նայում ես, ասում ես, դենաս խի այս մարդը իրան սենց պահում։ Դենաս ինչ ցավ ունի իր արմատների մեջ, որ այս մարդը իրան սենց է պահում։ Սերը չի ասում ինչա մտածեմ։ Սերը նայում է խի այդ մարդ հետ օրնգ է։ Ինչով կկարողանամ օգնել։ Ու այսօր ունենք հաղորդություն։ Տերը պատվիրել է մեզ ասել, քանի անգամ որ կանեք, Աստծո սիրո մասին պատմեք։ Գիտեք Աստծո սերը որն է, որ խաչի վրա մեր համար նա մահացավ, մեղավորներիս համար։ Ասում քանի անգամ որ կանեք, իր սիրո մասին պատմեք, իր գործի մասին։ Ինչքան է եղել որ մենք ասենք всё էլ չեմ կարողանում, էլ չեմ ուզեմ, այդ մարդուն տենալ չեմ կարամ, այդ մարդը սենց է, այն մարդը նենց է, կարող է երբևիցե դաժե ճիշտ ես։ Հա, որտեվ շատ ժամանակ մենք ճիշտ չենք։ Որտեվ մենք նայում ենք մեր տեսանկյունից։ Եվ նույնիսկ դաժե թե մենք ճիշտ ենք, այդպիսի բան ենք մտածում։ Բա պատկերացեք խաչի ճանապարհին Տերը կանգ առներ, ասեր всё էլ չեմ կարողանում։ Որտեվ նայում էր իմ ու քո մեղքերին, Գեթսեման պարտեզում, երբ որ ասում նրա քրտինքի հետ արյուն խառնվեց ընկավ կաթիլները, այդ իմ ու քո մեղքերի ծանրությունն էր։ Պատկերացեք ինքը կանգ առներ է։ Գիտես ինչ, ինքը տեսնում էր որ ես 2000 թվին ապաշխարեցի, բայց շարունակեցի իմ կյանքեմ դեռ մեղքեր ունենալ։ Ու ասել լսի սրանից էլ բան դուր չի գա։ Այդ լա ինձ եմ ասում են մեկին, բոլորս էլ նույն ճանապարհն ենք անցել։ Կանգ առներ ասեր, всё բավական է հայր, սրանք փոխվող չեն, սրանից մարդ դուր չի գա։ Ինչքան համբերեմ ես մեկին։ Այսօր մենք ստի չենք լինի։ Այսօր մենք հավաքված չենք լինի այստեղ։ Գիտեք ինչ։ Մեր Աստված իր սիրո զորությամբ ցույց տվեց։ Ամենաուժեղ անձնավորությունը, որ կպատկերացնես, ով էլ որ տեսել ես։ Նրան համատես Տեր Հիսուսի ուժի հետ, փոշեհատիկը ոնց որ ամբողջ տիեզերքի հետ ուզենաս համատես։ Այդքան ուժեղ ու զորություն կար նրա մեջ։ Նա այդ հենց ուժա ունեցե։ Նա անճար չի եղել խաչը բարսանալուց։ Նա անճար ինչ որ անուժ մեկը չի եղել որ վերեն կալե խաչն բարսասե։ Նա երկինք ստեղծող Աստվածն էր։ Ամեն վարքյան կարող կանգ առներ մի հատ նոր երկինք եւ նոր երկիր ստեղծեր։ Ամեն վարքյան։ Երբ որ եկան նրան բռնելու, ասավում եք մանգալի։ Ասին Հիսուսին։ Գիտեք ասավ, ես եմ։ Բոլորը հետ են գնացին ու վեր ընկան։ Մոտարապես մի 200-300 հոգի։ Հետո դոզանքի չասրեց, որ կարողանան իրան տանեն խաչեն։
Ու գիտեք զոհը երբ որ բերում էին, գիտեք գառը երբ որ բերում էին զոհաբերելու, քահանան զոհաբերում էր։ Քահանան էր զոհաբերում մեղքերի համար, բացատրել եմ դա շատ անգամ եւս մեկ անգամ, ասում այդ գառի վրա մարդը մեղանչող մարդը ձեռքը դնում էր վրային այդ զոհի վրա։ Ու իր մեղքը ոնց որ փոխանցվեր նրա վրա ու նրան զոհաբերում էին։ Այսինքն այդ մեղքը որ մահը բերեմ, այդ գառը տանում էր այդ մահը, իրան սպանում են, մորթում են։ Մի հատ քահանա էր պետք որ այդ գործողություն աներ։ Սա իմ կարծիքն է, որի վրա ես համոզված եմ, որ Հայր Աստված զոհաբերեց իր որդուն, իր ձեռքերով։ Մարդը չկարեց հավանի։ Մարդը չէր կարաներ։ Դուք պատկերացնում եք մարդը կարար ստեղծագործողին բռներ, աներ, չէր կարա։ Երբ որ նա ասավ ես եմ այդ զորությունը, քան ուժեղ էր, որ հետ գնացին ընկան սա։